Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները եւ Սլովենիան որոշել են հրաժարվել Եվրատեսիլ երգի մրցույթից Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր ասամբլեայի կողմից Իսրայելին մասնակցելու թույլտվություն տալու որոշումից հետո։ Եվրատեսիլ 2026-ը կանցկացվի առանց այս երկրների մասնակցության, որոնք նախկինում դեմ էին Իսրայելի մասնակցությանը Գազայի հատվածում ընթացող մարտերի պատճառով։ Այս երկրների հեռարձակողները նույնպես հրաժարվել են հեռարձակել մրցույթը։ 31 երկիր հաստատել է իր մասնակցությունը Եվրատեսիլի, սակայն Իսլանդիայի եւ Բելգիայի հեռարձակողները դեռևս որոշում չեն կայացրել, եւ այն երկրները, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, կարող են հետ վերցնել իրենց որոշումը։ Զելենսկին առաջնորդվում է ոչ թե ժողովրդի, այլ ազգայնականների ներխմբի շահերով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողություններում Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շահերը։ Խոսքը հաղթանակի մասին չէ, ինչպես դուք ասացիք, այլ այն, որ Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շահերը եւ անպայման կանի դա, հայտարարել է նա։ Կա մի ընդհանուր կանոն, եւ դա իմ կանոնն է, հայտնի բոլորին։ Ես փորձում եմ անել այն, ինչը ոչ թե պարզապես անհրաժեշտ եմ համարում, այլ այն, ինչը ես իրավունք չունեմ չանել, անկախ ամեն ինչից, հավելել է Պուտինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտնել է, որ Կրեմլում իրենց հանդիպման ժամանակ իր հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ Փեսան Ջարեդ Քուշները տպավորություն են ստացել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու ցանկության մասին։ Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ չի կարող կանխատեսել բանակցությունների արդյունքը։ Ինչ կստացվի այս հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանկո ապարելու համար երկու մարդ է պետք, ասել է Թրամփը։ Հնդկաստանն ու Չինաստանը Ռուսաստանի ամենամոտ ընկերներն են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հնդկաստանն ու Չինաստանը մեր ամենամոտ ընկերներն են։ Մենք խորապես գնահատում ենք այդ հարաբերությունները, ընդգծել է նախագահը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև էներգետիկ համագործակցությունը մնում է անփոփոխ, չնայած ներկայիս պայմաններին եւ քաղաքական տատանումներին։ Հնդկաստանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը ազդեցություն չի կրում ներկայիս պայմաններից, քաղաքական կարճատև տատանումներից կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, եզրափակել է Ռուսաստանի առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի ռեինտեգրացիան անհնար է եւ անիմաստ, եւ որ նման նպատակներ չկան։ Նա նշել է, որ որոշ երկրներ այսօր թույլ են տալիս սխալներ, որոնք նման են ԽՍՀՄ-ի կողմից անցյալում թույլ տրված սխալներին։ Խորհրդային Միությունը գտնվում էր իր պատմության որոշակի փուլում, երբ նրա ղեկավարությունը եւ գուցե նույնիսկ հասարակահաղաքացիները կարծում էին, որ այն այնքան մեծ է, որ ոչ մի պարագայում ոչինչ չի կարող պատահել նրան։ Եվ այս մեծության գաղափարը այն պահն է, երբ երկիրը սկսում է մեկ սխալը մյուսի հետևից թույլ տալ, մտածելով, որ ամեն ինչ լավ է։ Այո, մենք սխալներ ենք թույլ տվել այնտեղ եւ մեկ փոքր այստեղ, բայց մենք այնքան մեծ ենք, որ դա կանցնի, մենք կդիմանանք։ Բայց սխալների քանակը ձնագնդի պես աճում է եւ դրանից գլուխ անելը գնալով դժվար է դառնում։ Ես նույն բանը տեսնում եմ այսօր որոշ այլ երկրների հետ, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Արշակ Սրբազանին կալանավորելու որոշում է կայացրել Միքայել եւ Բագրատ Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը։ 3 ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանին։ Նրան մեղադրում են քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում, հայտնել էին քննչական կոմիտեից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է դեկտեմբերի 4-ին մտածածին ու անհիմն մեղադրանքներով Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորական
գերեզմաններին շինծ ու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսեւորումն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում կմասնակցեն Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ տեղեկությունների պատարագը մատուցելու է Փաշինյանին միացած սրբազաններից մեկը։ Նորաոց Տեր Գառնիկին հրահանգված է այդ օրը պատարագ մատուցել ամենափրկիչ եկեղեցում, մինչդեռ ի սկզբանե նա պետք է պատարագ մատուցեր Յոթվերք եկեղեցում, իսկ ուժայիններին հրահանգվել է այդ օրը արգելել ողջ Շիրակի թեմի հոգևոր դասի մուտքը Յոթվերք։ Ինսուլտ, ինֆարկտ, թոքի քաղցկեղ, մահվան դեպքերի 40%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նրա խոսքով օդի աղտոտման պատճառը շինթույլտվությունները, ծառահատումները, մեքենաների քանակը եւ շենքերի տեղակայումն է ոչ թույլատրելի հատվածներում։ Ինչու մենք հասանք այս իրավիճակին, որովհետեւ տասնյակ տարիներ մենք խնդիրը լուծելու փոխարեն, ռիսկերը կառավարելու փոխարեն, ռիսկերը միայն ավելացնում ենք եւ հետո զարմանում ենք ինչով է պայմանավորված այն, որ մենք այսօր հասանք այս իրավիճակին, որ օրեր առաջ 1-ի ժամանակ Երևանում մենք ունեցանք կյանքի համար վտանգավոր օդի որակի ցուցանիշներ եւ հանրության լայն շերտերի մոտ արդեն սկսվեց մեծ ալիքը, որը ի վերջո քայլերթով մարդիկ եկան եւ իրենց ասելիքը ասեցին, որ ապահովեք մեզ խնդրում ենք շնչելու համար անվտանգ օդ, որովհետեւ եթե կարելի է ինչ-որ ընտրողաբար սնունդ փնտրել եւ օգտագործել այն ինչ-որ առողջարարա, ցավոք սրտի մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք եւ պետք է շնչենք այն օդը, որը որ Երևան քաղաքում կա։ Այսօր դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Այս մասին հայտնել են Սահմանադրական դատարանից։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Շաթիրյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր։ Հնդկական India Today հեռուստաալիքը, որը վերջերս հարցազրույցի անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր YouTube-ի So Sorry հարթակում հրապարակել է անիմացիոն տեսահոլովակ, ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կերպարները։ Մուլտֆիլմում երկու առաջնորդները մոտոցիկլով շրջում են նավթային հանքավայրերի շրջանում եւ երգում բարեկամությանը նվիրված երգ։ Մուլտֆիլմը նպատակ ունի պատկերավոր ընդգծել Մոսկվայի եւ Նյու Դելիի տնտեսական եւ քաղաքական կապերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը մասնակցել են Սպիտակ տան մոտ կայացած ազգային ծննդյան եղևնու ավանդական լուսավորման արարողությանը։ Fox News-ի հաղորդման միջոցառումը շարունակվում է արդեն ավելի քան 1 դար եւ համարվում է ամերիկյան Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանշական իրադարձություններից մեկը։ Իր ելույթում նախագահը շնորհավորել է ինչպես միջոցառմանը ներկա հյուրերին, այնպես էլ ամբողջ երկրին, մաղթելով ուրախ եւ խաղաղ Սուրբ Ծնունդ։ Ըստ հաղորդման, այս տարվա եղևնին Վիրջինիայի Ջորջ Վաշինգտոնի եւ Ջեֆերսոնի ազգային անտառներից է բերվել։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում ելույթ ունենալով ասել է. Թբիլիսին աջակցում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությանը։ Բոջորաշվիլին հույս է հայտնել, որ Վաշինգտոնյան համաձայնագիրն ամուր հիմք կստեղծի Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության եւ զարգացման համար։ Չինաստանը հույս ունի հասնել Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական իրավիճակը չափազանց անկայուն է։ Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանը աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին եւ հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության եւ բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև եւ պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Չինացի առաջնորդը նշել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։ Սի Ցզինփինը նաև նշել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է հակամարտության համար մեղադրանքների փոխանցման կամ ձրպարտության ցանկացած արշավի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ BRICS-ի շրջանակներում միասնական արժույթ ստեղծելու նպատակ ներկայումս չկա։ Երբեք միշտ ապիր եւ այդ դեպքում մեծ սխալներ թույլ չես տա, ասել է նա։ Պուտինը որպես օրինակ բերել է Եվրամիությանը, նա նշել է, որ որոշ երկրներ ընդունել են միասնական արժութային համակարգ եվրո, երբ դեռ պատրաստ չէին։ Միաժամանակ Ռուսաստանի առաջնորդը կոչ արեց ավելի լայնորեն օգտագործել BRICS-ի նոր զարգացման բանկի հնարավորությունները։ Եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին առաջիկայում չհեռացնեն իշխանությունից, ապա Եվրոպան կոչնչացվի։ Նման նախազգուշացում է արել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը։ Եթե մենք մոտ ժամանակներս չազատվենք ֆոն դեր Լեյենից, մեր մեծ մայրցամաքից ոչինչ չի մնա, գուցե միայն Հունգարիան, հայտարարել է փորձագետը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է վստահ լինել։ Ռուսաստանի դեմ սահմանված նոր սահմանափակումները անպայման կունենան պատասխան։ Վերջինս ընդգծել է, որ Մոսկվան չի ճանաչում անօրինական ու միակողմանի սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով, այս պատժամիջոցների կիրառումը իրականացվում են կոնստրուկտիվ հիմնավորումներ չունեցող պատճառաբանություններով եւ շրջանցում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեխանիզմները։ Ռուսական կողմը պահպանում է իր իրավունքը պատասխան քայլերի։ Նշել է նա փաստելով, որ Մոսկվան պատրաստվում է համապատասխան պատասխան տալ Լոնդոնի գործողություններին։ Զախարովայի հայտարարությունը հերթական անգամ ընդգծում է Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի կառավարության միջև խորացող լարվածությունը, որը վերջին ամիսներին ավելի է սրվել փոխադարձ քաղաքական եւ տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Ռուսաստանը կցանկանար կարգավորել առևտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ նրանք կցանկանային առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, ասել է նա պատասխանելով հարցին։ Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարությունն արել է հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆի եւ իր փեսա Ջարեդ Քուշների հետ զրույցից հետո, որոնք նախկինում բանակցություններ էին վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ եվրոպական երկրները անմիջապես ինքնակամ ներողություն կխնդրեն, եթե պատերազմ սկսվի Ռուսաստանի հետ։ Նա հավելել է, որ սպասում է Պուտինի հրամանին մարտական գործողություններ սկսելու համար։ Կադիրովի խոսքով հակամարտությունը կավարտվի արագ եւ ոչ հօգուտ Եվրոպայի։ Չեչնիայի նախագահի հայտարարությունը արձագանք էր Պուտինի այն խոսքերին, որ Ռուսաստանը հենց հիմա պատրաստ է պատերազմել Եվրոպայի դեմ, եթե վերջինս սադրի։ 3 դեկտեմբերի 4-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արշակ Սրբազանին քննչական կոմիտեի շենքում։ Քննչական կոմիտեից Եվրոմեդիա 24-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Այն են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսավոր վայրում։ Այնուհետև փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018 թվականին վեհապարի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Արշակ Սրբազանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, նիստը նշանակվել էր առավոտյան ժամը 09:30-ին։ Գործը մակագրվել է Միքայել եւ Բագրատ Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել պաշտպանները, որպեսզի Սրբազանը հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10-ից 12-ին հրավիրված եպիսկոպոսատ ժողովին։ Պաշտպաններն ընդգծել են ընդունելի է ցանկացած խափանման միջոց, որը հնարավորություն կտա մասնակցել եպիսկոպոսատ ժողովին, ընդհուպ ժողովին մասնակցելուց հետո ՔԿՀ վերադառնալը, գրավ մինչև 3.800.000 դրամի չափով վարչական հսկողություն եւ այլն։ Միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարֆոյանը կքննարկի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին։ Փաշինյանն առաջ ընկավ թղթերը հրապարակեց մինչև նոր տարի, որ սպիտակ ձեռքերով գնա նախընտրական քարոզ արշավի։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արցախյան բանակցությունների վերաբերյալ հրապարակած 11 փաստաթղթին։ Նրա խոսքով Արցախը հանձնելուց հետո երկրորդ հանցանքը, որ գործել է Նիկոլ Փաշինյանը, Ալիևի հետ Մինսկի խումբը լուծարելն է, որով Փաշինյանն ուզում է փակել Արցախի բանակցությունների եւ կարգավորման հարցի էջը եւ սկսել նոր էջից։
հիմա ինքը հրապարակեց, որովհետև Միսկի խումբի լուծարումից հետո մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մի փուլի թե Ադրբեջանը, թե Միսկի խմբի համանախագահ երկրները կարող են այս փաստաթղթերը հրապարակել եւ խոսքը առաջ, առաջ ընկավ, որպեսզի մինչեւ նոր տարի պարը դուրս գա եւ ինքը սպիտակ ձեռնոցներով գնա քարոզարշավի։ Առհասարակ մարդիկ ինչ են մեղադրում առաջին հերթին Նիկոլին։ Արցախը հանձնելու հազարավոր զոհեր տալու մեջ։ Ճիշտ է թե չէ։ Ամենահիմնական մեղադրանքը Նիկոլին դա է։ Ինքը էս հրապարակեց, որ կռիվը լինի, դիմությունը խոսա, մարդկանց համար սովորական դառնա, մինչև նոր տարի պարը թողի գնա, ինքը արդեն ասի դե ասի, ես ասել եմ նոր բան չկա։ Ընտրություններին առանց նախկինների, առանց Արցախի գնա ընտրություններ, առանց հայհոյանքի։ Հայ եկեղեցու arczepiskoposներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում վեհափառ հայրապետին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Մենք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ներկոստորակյալ arczepiskoposներս եւ եպիսկոպոսներս որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ նրա ազգընտիր Գահակալին Կարեգին Բամենայն Հայոց կաթողիկոսին։ Անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ների եկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով, համաձայն մեր եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի, անհանդուրժելի եւ դատապարտելի ենք նկատում պատարագի սրբազան արարողության ընթացքում ամենայն հայոց հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որի եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարեր է պարունակում։ Վստահ ենք, որ մեր Սուրբ եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով, առաքելական հորդորով հաստատելի։ Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսած համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք իշահ մեր Սուրբ եկեղեցու, ասված է հայտարարության մեջ։ Եթե Եվրամիությունը փորձի գողանալ սառեցված ռուսական ակտիվները, միջոցները կարող են վերադարձվել իրական փոխհատուցումների միջոցով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նման գործողությունները միջազգային իրավունքի համաձայն կարող են դասակարգվել որպես հատուկ տեսակի casus belli, պատերազմ հայտարարելու պաշտոնական պատրվակ։ Բրյուսելի եւ Եվրամիության առանձին երկրների համար դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայտնել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով նման դեպքում Ռուսաստանը կարող է պահանջել Եվրամիությունից վերադարձնել միջոցները ոչ թե դատարանների միջոցով, այլ պարտված թշնամիներին պարտադրված փոխհատուցումները վճարելով։ Միացյալ Նահանգները առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր նոր ծրագրի 28 կետերը բաժանել 4 փաթեթի եւ քննարկել այդ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանք առաջարկել են քննարկել այս 4 փաթեթները, բայց ըստ էության դրանք նույնն են, բացատրել է պետության ղեկավարը։ Պուտինի խոսքով Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության պայմանագրի որոշ կետերի հետ, սակայն նախագահը չի նշել, թե որոնք են դրանք։ Կային նման հարցեր, մենք դրանք քննարկել ենք, բայց դա դժվար աշխատանք է, հավելել է նախագահը։ Մեծ Բրիտանիան եւ Նորվեգիան պատրաստվում են ստորագրել պաշտպանական պայմանագիր, որը կստեղծի համատեղ նավատորմ Արկտիկայում Ռուսաստանին հակազդելու եւ ստորջրյա կարեւորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար, հաղորդում է Independent-ը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի մոտակայքում Ռուսաստանի ռազմածովային ակտիվությունը աճել է 30%-ով։ Նոր համաձայնագիրը նախատեսված է ստորջրյա մալուխներն ու խողովակաշարերը պաշտպանելու համար, որոնց ոչնչացումը կարող լուրջ հետևանքներ ունենալ ենթակառուցվածքների համար։ Այս խորը համաշխարհային անկայունության ժամանակաշրջանում, երբ մեր ջրերում հայտնվում են ավելի շատ ռուսական նավեր, մենք պետք է համագործակցենք մեր միջազգային գործընկերների հետ, մեր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Նորվեգիայի հետ այս պատմական համաձայնագիրը ամրապնդում է մեր սահմանները եւ կարեւորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու մեր կարողությունը, որոնցից կախված են մեր երկրները, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ ԱՄՆ-ի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների թիվը հասել է 3 տարվա ամենաբարձր մակարդակին, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելի շատ բանակցություններ են վարել, քան վերջին 3 տարիների ընթացքում։ Իրենց ջանքերում առաջարկները թղթի վրա դնելու եւ դրանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն ներկայացնելու համար նշվում է հոդվածում։ Հրապարակումը ընդգծում է, որ չնայած շատ դիտորդներ սպասում էին, որ նախագահ Դոնալդ Թրամփը կկորցնի հետաքրքրությունը կարգավորման հասնելու ջանքերի նկատմամբ, նա իրականում կրկնապատկել է իր ջանքերը վերջին շաբաթներին։ Թերթը ըստ երևույթին կարծում է, որ Թրամփը համոզված է, որ Ուկրաինայի թուլացնող անհաջողությունները եւ Ռուսաստանի կողմից ձգձգվող հակամարտությունից կրած աճող ծախսերը երկու կողմերին էլ կհանգեցնեն համաձայնության։ Հայաստանի ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծին կողմ են քվեարկել 62 падգամավոր, նախագծին դեմ էին 27-ը, ձեռնպահ 3 падգամավոր։ Ըստ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների 2026 թվականին ՀՆԱ-ն կհասնի 11 տրիլիոն 934 միլիարդ դրամի, տնտեսական աճը կլինի 5.4%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 973 միլիարդ դրամ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև որոշումը, ըստ որի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի 2 տարվա փոխարեն։ Նախագծին կողմ է քվեարկել 66 падգամավոր, դեմ 4 падգամավոր, ձեռնպահ էին 22 падգամավոր։ Իրավապահ մարմինները իդեմս հակակոռուպցիոն կոմիտեի ձեռնարկել են ԴՀԿ նախկին պետ ազգային ժողովի նախկին падգամավոր Միհրան Պողոսյանի ազգականներին։ Այս մասին տեղեկությունը հայտնել է Արմլուրեյեմը։ Մեղադրյալների մեջ է նաև Միքշին շինարարական եւ արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴՀԿ պետի քեռին է։ Միքշին ՍՊ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը ազգային ժողովի նախկին падգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է։ ԴՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու Միխայել Հարությունյանի որդին։ Ձերբակալությունները կապված են հակակոռուպցիոն կոմիտեում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի հետ։ Արցախը ոչնչացավ, Հայաստանի Հանրապետությունը կործանվում է, Փաշինյանն ինչի չի պատասխանել 2019 թվականի առաջարկին։ Այս մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա մեղադրել է իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներին ստախոսության մեջ։ Մի կարևոր բան, որը Փաշինյանը եւ Ռուբինյանը հերքում են եւ ուղղակի սուտ են ասում, որ իրենք ասում են լուծավում էր Ղարաբաղի կարգավիճակը, իրականում հակառակը սահմանվում էր միջազգայինորեն լեգիտիմ միջանկյալ կարգավիճակ։ Սա ապացուցելու համար բերեմ ձեզ մեջ բերում հենց այդ պլանից։ Մինսկի խմբի համանախագահների համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքները, որոնք ապահովագրում են Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեության կազմակերպումը։ Այսինքն, ոչ միայն շարունակելու էին Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները գործել իրենց լիազորությունների լիարժեք եւ լիակատար ծավալով, այլ նաեւ այդ ծավալը իրենց լիազորությունների ճանաչվում էր միջազգային հանրության կողմից իդեմս Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Ավելին այստեղ հենց այդպես էլ գրած է համանախագահ երկրների աջակցությամբ, այսինքն նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները կստանային այդ 3 համանախագահների աջակցություն։ Դուք հասկանում եք սա ինչ արժանի։ Դա նշանակում էր միջանկյալ լեգիտիմիզացիա Լեռնային Ղարաբաղի հանրապետության։ Զուրաբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պահել է դիվանագիտական լռություն, բայց իր քայլերով սադրել է պատերազմ։ Այսինքն այս մարդը, ել չեմ խոսում զրոյից սկսելու իր այդ բանակցությունները զրոյից սկսելու իր հայտարարության մասին, չեմ խոսում այն հայտարարության մասին, որ ասում էր, եթե պաշտպանության նախարարը չհայտարարեր, որ նոր պատերազմ, նոր տարածքներ, ես իրան գործից կհանեի։ Այսինքն այդ մարդը պահպանել է դիվանագիտական լռությունը, ոչ մի բան չի ասել, բայց իր բոլոր գործողություններով արել է պատերազմի, ինչ ասեմ, վերսկսումը սադրելու քայլեր։ Բոլոր։ Մի քայլ չկա, որ ինքը չարած չլներ։
Չինաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ խաղաղ եւ փոխշահավետ ապագա ստեղծելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ համատեղ զարգացումը խթանելու, խաղաղություն կառուցելու եւ փոխշահավետ ապագա ստեղծելու, ինչպես նաեւ համատեղ ապագայով մարդկության համայնքի կառուցման ուղղությամբ անընդհատ շարժվելու համար, ասել է նա։ Հանդիպման ընթացքում Չինաստանի առաջնորդը նաեւ ընդգծել է երկու երկրների կողմից անկախության եւ ռազմավարական տեսլականի ցուցադրման կարեւորությունը անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից։ Նա նաեւ ընդգծել է Պեկինը եւ Փարիզը պետք է ցուցաբերեն փոխըմբռնում եւ աջակցություն միմյանց հիմնական շահերին վերաբերող բոլոր հարցերում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հաստատելու է լիակատար վերահսկողություն Դոնբասի եւ Նովորոսիայի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նա նշել է, որ այս տարածքները միանալու են Ռուսաստանին թե ռազմական, թե այլ ձևաչափով։ Պուտինի խոսքով Մոսկվան դեռևս առաջարկել էր Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, խուսափելու ռազմական էսկալացիայից, սակայն ուկրաինական կողմը մերժել է առաջարկը։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երկու տարբերակ է տեսնում՝ կամ զինված ուժերով ազատել տարածքները, կամ ուկրաինական բանակը պետք է թողնի այդ շրջանները եւ դադարեցնի մարտական գործողությունները։ Նրա հայտարարությունը ըստ ՏԱՍՍ-ի վերահաստատում է Մոսկվայյան փոփոխ տեսլականը այս ուղղությամբ։ Ավելի վաղ դեկտեմբերի 2-ին Պուտինը զգուշացրել էր, որ եթե Եվրոպան սկսի պատերազմ Ռուսաստանով, հակամարտությունը շատ տարակ կավարտվի։ Նա նշել էր, որ եվրոպական երկրների հետ հնարավոր հակամարտության դեպքում Ռուսաստանը չի գործելու այնպես, ինչպես ուկրաինական ճգնաժամում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի քնում մի տեղում եւ հաճախակի փոխում է իր հեռախոսահամարները Միացյալ Նահանգների ճնշման պատճառով, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն Մադուրոն փորձում է պաշտպանվել հնարավոր թիրախային հարվածից կամ հատուկ նշանակության ուժերի հարձակումից, հաճախակի փոխելով իր քնելու տեղերը եւ բջջային հեռախոսները։ Այս նախազգուշական միջոցները խոստացվել են սեպտեմբերից ի վեր, հաղորդել է թերթը։ Թերթի աղբյուրները հաղորդում են լարվածության եւ անհանգստության մթնոլորտի մասին, որը տիրել է Վենեսուելայի նախագահի մերձավոր շրջապատին, Միացյալ Նահանգների հետ Մադուրոին տապալելու վերաբերյալ բանակցությունների ֆոնին։ Միևնույն ժամանակ Մադուրոն ինքը ըստ տեղեկությունների կարծում է, որ շարունակում է վերահսկել իրավիճակը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է, որ Ռուսաստանի ակտիվների բռնագրավմանը փոխարինող տարբերակ կարող է դառնալ Ուկրաինային տրամադրվող եվրովարկը, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եվրամիությունը շարունակում է պնդել պահուստային վարկի տրամադրումը հիմնվելով Բրյուսելում սառեցված ռուսական պետական ակտիվների գնահատված արժեքի վրա, որը կազմում է շուրջ 165 միլիարդ եվրո։ Այդ միջոցների զգալի մասը 140 միլիարդ եվրո գտնվում է բելգիական մարզի դեպոզիտար Euroclear-ի հաշվեկշռում, սակայն մի շարք երկրներ, հատկապես Բելգիան, դեմ են Ռուսաստանի ակտիվների փաստացի բռնագրավմանը, ինչի հետևանքով Բրյուսելը ուսումնասիրում է այլընտրանքային ֆինանսական լուծումներ։ Ֆոն դեր Լայնի գնահատմամբ Ուկրաինային կարող է տրամադրվել 90 միլիարդ եվրոյի նոր եվրովարկ, որը կհամապատասխանի Կիևի կարիքների մոտ 2/3-ին։ Նա նաև առաջարկել է ԵՄ ներսում արգելել երրորդ երկրների դատարանների որոշումների կատարումը, որպես պատասխան Ռուսաստանի հնարավոր հակաքայլերին եւ նվազեցնելու անդամ երկրների իրավական ռիսկերը։ Միաժամանակ Բելգիայի եվրահանձնակատար Աջա Լապիպը նշել է, որ Եվրամիությունը դեռ պատրաստ չէ ռուսական ակտիվների բռնագրավմանը։ Նրա հայտարարությունը ԵԽ կազմում առաջին բացահայտ մեկնաբանությունն է, որը փաստացի հակասում է ֆոն դեր Լայնի թեզին Ուկրաինային պահուստային վարկ տրամադրելու մասին։ Լապիպի խոսքով Բրյուսելը չի պատրաստվում յուրացնել Բելգիայում սառեցված ռուսական միջոցները, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Եղանակը առաջիկա օրերին դեկտեմբերի 3-ից 3-ը 4-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 7-ից 3-ն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ից 8-ը կնվազի 2-ից 5 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 3-ից 3-ը 4-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին 8-ին սպասվում է անձրև։